Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life-room հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ Հարութ Բալյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Զրույցի սկզբում երգիչը խոսեց կյանքում ունեցած դժվարություններից։ 1979 թվական, ԱՄՆ գնում ես, լեզու չգիտես, ամեն ինչը քեզ օտար ա, քեզ ու քո ընտանիքի համար։ Այդ ամեն ինչը հաղթահարելը ու գտնելը քո ճանապարհը ահավոր դժվար ա քեզ համար։ Սակայն այդ դժվարություններն են, որ ապագա ճանապարհդ հարթեցնում են։ Ամեն օր լացելով դպրոց գնալ և լացելով տուն գալ, որովհետև ամեն ինչն էր օտար ինձ։ Օտարությանը չափ ու սահման չկար, տարին 9-ից 10 ամիս ձյուն, անձրև, ցուրտ, դպրոց էի գնում մութ էր, տուն էի գալիս մութ էր։ Ժամանակին Հարութ Բալյանի ընտանիքին ինչը տարավ ԱՄՆ-ներ։ Անկեղծ չգիտեմ, թե ծնողներս ինչի տենց որոշեցին, այդ ժամանակաշրջանում չէի էլ կարող իմանալ ինչի։ Չենք ունեցել տարբերակ, մեր ծնողները ինչ ասել են, տենց եղել ա։ Վստահ եմ իրենք իրենց պատճառները ունեին, երևի ավելի նորմալ կյանք, նորմալ ապագա իրենց երեխաների համար։ Խիստ ծնողներ, մասնավորապես հայր։ Մենք 4 եղբայր էինք, երևի այդ խստությունը պետք էր, որ իրա ուզած տեսակը լինեինք մեր կյանքում։ Պատճառ կար այդ ամեն ինչի համար, իր խստությունը փոխանցվել է մեծ եղբայրներիս, մեծ եղբայրներիցս փոխանցվել ա ինձ, ինձանից փոխանցվել ա փոքր եղբորս։ Թեկուզ մի քիչ չափից ավել խստություն ա եղել, բայց այդ բուն միտքը դա ա եղել, որ պետք ա հարգես ընտանիքիդ, կողքիդ մարդկանց, հարազատներիդ ու ծնողիդ պատիվը այդ հարգանքով բարձր պահես։ Կարող ա սխալ արտահայտվեմ, բայց այսօրվա ծնողների աչքաթողությունը մի քիչ շատ ա իրենց երեխաների հանդեպ։ Երգիչը խոսեց նաև հայրիկի կորստի մասին։ Շատ դժվար էր իմ ընտանիքի համար, ինչ որ ուզում էի ասեի կամ չէի ասել, ասեցի երգի միջոցով։ Հայրս էնքան արտահայտվող չէր, որ այսքան տարի ես չեմ էլ իմացել։ Ինքը ունեցել ա լավ ձայն, երգել ա, երաժշտությամբ ա զբաղվել։ Ապրուստի միջոց գտնելու համար հրաժարվել ա։ Հարութ Բալյանը հիմա ԱՄՆ-ում ապրում է մայրիկի հետ։ Կապվածությունը շատ ա, մի շաբաթ ա եկել եմ, օրվա մեջ մի քանի անգամ խոսում ենք։ Հայրիկիցս հետո մենակը արդեն կլինի 7 տարի։ 45 տարի ինքն ա խնամել ինձ և ես ինչքան էլ անեմ չեմ կարողանա։ Ընտանիքի մասին խոսելով Հարութն անկեղծացավ։ Փոքր տարիքից ծնողներիս շնորհիվ ընտանիքը համար առաջին կարևորությունն ա եղել։ Եթե չի ստացվել, ուրեմն պետք չի տենց լինի, Աստծու կամքն ա։ Ընտանիք ստեղծելը համար առաջին նպատակս ա եղել, բայց հասել եմ մի տարիքի, որ հասկանում եմ, զոռովից ոչ մի բան չի լինում։ Նշենք, որ Հարութ Բալյանը ծնվել է 1979 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքում։ Բալյանը ապրել է մեծ ընտանիքում, որտեղ եղել է թվով 3-րդ երեխան։ Փոքր տարիքից ունեցել է մեծ սեր և հետաքրքրվածություն երաժշտության նկատմամբ։ 10 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է ապրելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1997 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, որից անմիջապես հետո ընդունվել քոլեջ և մասնագիտացել է համակարգչային գիտությունների բնագավառում։ Միայն 2003 թվականին 24 տարեկան հասակում Բալյանը ձայնագրեց իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Սեր քեզ լինի» վերնագրով։ Ալբոմը մեծ հաջողություն և ճանաչում բերեց նրան։ Տվյալ երաժշտական ալբոմը և 50-ից ավելի երգեր և տեսահոլովակներ։ 2015 թվականին, երբ Բալյանը ժամանել էր Հայաստան, Բրավո AM-ին պատմել էր, թե ինչ նպատակով է հայրենիքում։ Այցս գործնական է, բացի այդ եկել եմ ընկերներիս հանդիպելու ու կարոտս առնելու։ 2010 թվականից հետո չէի տեսել աշնանային Երևանը։ Այստեղ նա ներկայացրել է գարնանը Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում տեղի ունեցած իր մենահամերգի DVD տարբերակը։ Ելույթ եմ ունեցել ճոխ ու աշխարհահռչակ համերգասրահում, կատարելով ինչպես արդեն հայտնի երգերս, այնպես էլ նոր գործեր՝ «Հայաստան», «Քամանչա» և զուգ երգեր Չիոմայի և Կլարա Էլիասի հետ։ Ասել էր նա, տեղեկացնելով, որ տեսահոլովակը նախատեսված չէ վաճառքի համար, նաև հասանելի է YouTube-ում։ Հարութը մտադիր է հայրենիքում հանդիպել ընկերներին՝ Արման Հովհաննիսյանին, Արթուր Առաքելյանին, Սուրեն Սահակյանին և այլ երգիչների։ Ամեն օր էլ շփվում եմ նրանց հետ, օրը մի քանի անգամ խոսում ենք։
Շատ ընկերասեր մարդ է։ Այցիս ընթացքում հաստատ միասին կնստենք որևէ տեղ, ջան կասենք ու ջան կլսենք։ Երգիչն անձնական նորություններ չունի, նշում է, դրան խանգարող հանգամանք չկա, սակայն Աստված երբ կամենա, այն ժամանակ էլ ընտանիք կկազմի։ Թող մեկ անգամ լինի ու վերջնական, իսկ եթե չի լինում, ուրեմն ես դեռ անելիքներ ունեմ։ Հարութից հարցրել էին կնախընտրի հարսանիք անել օվկիանոսից այն կողմ, թե հայրենիքում։ Երգիչը պատասխանել էր. դա երկրորդական հարց է, կարևորը երջանկությունն է։ Մի բան հաստատ է, հայկական ավանդական հարսանիք կանենք։ Առաջիկայում նա երկրպագուների նոր երգեր կներկայացնի, նաև պլանավորում է մենահամերգ ունենալ Հայաստանում։ Խաչատրյանը և Սպենդիարյանն անշուշտ լեգենդար երաժիշտներ են։ Սակայն ապրելով հեռավոր Ամերիկայում ոչ բոլորը գիտեն նրանց մասին, նշել էր ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը Սպուտնիկ Արմենիայի թղթակցի հետ զրույցում։ Ցավոք բավականաչափ ծանոթ չեմ նրանց ստեղծագործությանը, քանի որ 9 տարեկանից ապրում եմ Ամերիկայում։ Ամերիկահայ երգիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ողջ հասույթը տրամադրել է Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Իմ զենքն իմ երաժշտությունն է, և ես որոշել եմ, որ այդպիսով կարող եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին և հայրենիքին։ Բարի օր, սիրելի հետևորդներ, եթերը վերջացրել եմ և ընկերներս են եկել մեկ այլ եթերից, բարի գալուստ Հայաստան։ Ինչպես ես։ Շատ լավ, շատ տրամադրված, վայելում եք սուրճ և ողջունում բոլորին, մեր հայրենակիցներին, ուրախ շաբաթ, ուրախ երկուշաբթի, սիրում եմ ձեզ շատ, նույնպես սպասում եմ ձեզ բոլորիդ հունիսի 8-ին Ազարբեջանի համալիրում։ Եվ ընկերներդ միշտ քեզ ուղեկցում են Անդավաճան, Ժոր Դիլբարյան, այո, միշտ։ Դե ինչ։ Անբաժան ընկերներս։ Այսօր եթերում չենք հանդիպել և բայց կհանդիպենք սիրելի հետևորդներ, մնացեք մեզ հետ, իսկ հիմա Հարութը վերջում է մեր մոտ գալու հյուր։ Ողջույն իմ սիրելի հայ ժողովուրդ, ողջույն Հայաստանաբնակ իմ հայ հանդիսատես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից բոլոր ջերմ խոսքերի, ջերմ մաղթանքների, այն ջերմ ծափարությունների համար, որ տվեցիք ինձ երեկվա իմ մենահամերգի ժամանակ։ Լավ եղեք, Աստված ձեզ պահապան, ապրեք խաղաղ և միշտ ասել եմ ու կասեմ, առանց ձեզ ես իրավունք չունեմ բեմ բարձրանալու։ Շնորհակալ եմ բոլոր այն նամակների, բոլոր այն բարի ու ջերմ խոսքերի համար, որ հղում եք ինձ և իմ նվագախմբին և այն իմ անձնակազմին, որ ձեզ համար ելույթ ունեցանք երեկվա մենահամերգի ժամանակ։ Աստված ձեզ պահապան, շնորհակալություն ձեզ, միշտ ձեր Հարութ Բալյան։